Վենսի մասով քննարկվել է խնդիրը բարձրաձայնելը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ բարձրաձայնելուց հետո կողմերը ընդհանուր հայտարարի են գալու ազատարձակման ժամկետների կամ ձևական կողմի վերաբերյալ, սա process է, բայց որպեսզի process-ը դրական արդյունք տա, կարևոր է մեկնարկը եւ այս առումով կարևոր էր, որ ոչ միայն հանձնառությունը եղավ, այլ փաստացիորեն հարցը քննարկվեց, անկախ նրանից, թե Ալիևը այս պահին ինչ դիրքորոշում ունի։ Ընդ որում նշեմ, որ այդ դիրքորոշումները կարող են փոփոխական լինել։ Եթե հիշեք 2021 թվականի գարնանը Ալիևը Խծաբերդի ռազմագերիներին անվանում էր ահաբեկիչներ եւ հայտարարում էր, որ նրանք չեն հայրենադարձվելու, նրանք ոչ թե ռազմագերիներ են կամ սովորական հանցագործներ են, այլ միջազգային հանցագործություններ կատարած անձինք են, որոնք խստագույն պատիժների պետք է ենթարկվեն։ Բայց որոշակի գործընթացներ եղան, թեև փուլային եւ ձգձգված, սակայն ազատ արձակումը տեղի ունեցավ ավելին, ադրբեջանական դատարանները չհաստատեցին ահաբեկչության մեղադրանքները, այլ տրիվիալ մեղադրանքներ հաստատեցին, բայց բոլոր դեպքերում օրինակը ցուցադրում է, որ քաղաքական հայտարարությունները ինքնին չեն կանխորոշում դեռևս բոլոր լուծումները եւ կա process-ի վրա ազդող գործոններ եւ եթե դրանք ճիշտ համադրվեն իմ գնահատմամբ ազատ արձակման հարցը լուծելի հարց է հատկապես երբ խաղաղության խոստումներ կան եւ դրանք ակտիվորեն բոլոր հարթակներում բարձրաձայնվում են։ Եվ նշեմ, որ այստեղ ուղղակի հստակեցնեմ, հարցադրման մեջ նշվել էր 13 գերիներ։ Մենք հստակեցնենք, որ 19 գերիների մասին է խոսքը եւ պետք է նաեւ հավելենք մեկ դեպք, որը տեղի էր ունեցել Ստեփանագերտում Կարեն Ավանեսյանի գործը եւ ընդհանուր առմամբ 20 հայեր են այս պահին, որ պահվում են Ադրբեջանում եւ որոնք պաշտոնապես հաստատված են իշխանությունների կողմից։ Տիկին Սահակյան, տեսեք, իսկ կարող ենք օրինակ ծանրազողի նժարի վրա դնել սովորական գերիների, քաղաքացիական անձանց նկատի ունեմ եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջեւ, որովհետեւ Ալիևը իրենց պահում է բնականաբար իրենց ավելի շատ կպահի քաղաքական նկրտումներից ելնելով, հա։ Այստեղ նաեւ մենք ականատես ենք դինում նրանց, որ Արցախի ղեկավարներից 5-ի նկատմամբ ՑՄՀ դատավճիռ է կայացվում, մնացած 2-ի նկատմամբ չի կայացվում այդ վճիռը, որովհետև տարիքով պայմանավորված է, հա, ու գլոբալ առումով վաղն էլ տեղի կունենա նաև Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը ու արդեն կանխորոշված է, հա, որոշակի չափով եթե տեսնում ենք մնացածի ճակատագիրը ինչպես է վճիռը կայացվում, ապա Վարդանյանի գործով դժվար չէ կռահել, թե ինչ հանգուցալուծում կունենա, հա, այս հարցը։ Ընդհանուր առմամբ ռազմագերիների մասով ինչ կարող ենք ասել, արդյոք Հայաստանի ղեկավարությունը, եթե ոչ հիմա, ապա այսքան խոսքում է խաղաղության, այսպես կոչված խաղաղության համաձայնագրի կնքման մասին Հայաստան-Ադրբեջան, արդյոք հնարավոր է որոշակի չափով կարողանան եթե ցմահ չէ, գոնե, չգիտեմ, տարին քչացնեն, հա, ինչպիսի համաներումներ շնորհվեն, նման հեռանկար դուք տեսնում եք, եթե օրինակ օգտագործվեն դիվանագիտական լծակները։ Ուրեմն դիվանագիտական քաղաքական լծակների ճիշտ գործադրման պարագայում նշեցի, որ այս խնդիրը լուծելի հարց է, շատ ավելի պարզ են լուծումները, երբ գործ ունենք քաղաքացիական անձանց կամ ռազմագերիների հետ, բայց նաև լուծումներ առկա են ռազմաքաղաքական ղեկավարների պարագայում, քանի որ նրանք քաղբանտարկյալներ են եւ նրանց ազատազրկումները, դատավարությունները եւ մնացյալ այլ պատժիչ գործունեությունը կապված է Արցախի ինքնորոշման իրավունքի առնչությամբ իրականացված օրինական թույլատրելի գործողությունների հետ եւ նշեմ, որ միջազգային գործընկերներն էլ երբ հասցեավորում են խնդիրը անվերապահ առանց պայմանականությունների ազատ արձակման մասին են խոսում եւ ինքնին դատավարություններն ու դրանց արդյունքները լեգիտիմ չեն եւ որպես այդպեսին չեն ընդունվել միջազգային հանրության կողմից եւ մեր դիրքորոշումն է, որ բոլոր խմբի, հա, հայերի անազատության մեջ պահելու թույլատրելի իրավական եւ փաստական հիմքեր չկան եւ գործընթացները քաղաքական են։ Հիմա մենք դիտարկում էինք հայտնել, որ
ազատարձակմանը չեն նախորդել իրավական գործընթացներ, ինչը հավելյալ ապացույց է գործընթացի քաղաքականացվածության վերաբերյալ։ Օրինակ, կան մարդիկ, որոնք ազատազրկման են դատապարտվել 15 եւ 20 տարի ժամկետով, նրանք ազատ են արձակվել առանց պատիժը կրելու, եւ դրանց չի նախորդել օրինակ ներումը կամ նրանք չեն փոխանցվել Հայաստանի իշխանություններին պատժի չկրված մասը Հայաստանում կրելու նպատակով, եւ սա ցույց է տալիս, որ քաղաքական պայմանավորվածությունների պարագայում դատական ակտերը փաստացի խոչընդոտներ չեն հանդիսանում, դրա համար ռազմաքաղաքական ղեկավարների պարագայում էլ խիստ անհրաժեշտ չէ ներումների շնորհումը, առանց այդ ձևական ակտերի էլ նրանց ազատ արձակումը եւս կարող է կազմակերպվել ճիշտ նույն հիմունքներով, ինչպես այլ անձանց պարագայում։ Եվ չմոռանանք, որ նաեւ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական կողմին փոխանցել է ադրբեջանցի հանցագործներ, որոնք եւս դատապարտված են եղել ազատազրկման եւ պատիժը բնականաբար ամբողջովանով չեն կրել Հայաստանի Հանրապետություն։